Խորհրդային աթեիզմի ժամանակաշրջանից հետո նորից կրոնական հարցը կամ ավելի ճիշտ եկեղեցի պետության հարցը նորից կենտրոնական է դառնում Հայաստանի հանրային քննարկումներում եւ եթե դուք ծանոթ եք պատմությանը, ապա գիտեք, որ այդ կրոնական հարցը եղել է գլխավորներից, եթե ոչ ամենագլխավոր խնդիրը հայկական քաղաքական կյանքում։ Եվ հիմա այդ ամեն ինչը նորից վերադառնում է եւ շատերը փորձում են հայրենասիրությունը կապել եկեղեցու հետ, հերթական անգամ սկսում այն միտքը շոշափվել, որ ով հայ առաքելական եկեղեցու հետևորդ չի, նա հայ չի։ Եվ դա ասում է ոչ թե մի հոգի, երկու հոգի, այլ sense շարունակական բնույթ է կրում եւ եթե նաեւ հետևել եք հայոց եկեղեցու պատմության առարկային, ապա այնտեղ նույնպես ազգը եւ կրոնը նույնականացվում է եւ դրվում է այն հարցը, որ որպեսզի դուք լինեք հայրենասեր, պետք է լինեք հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Եվ այստեղ առաջանում են մի շարք հարցեր, որքանով է դա ակտուալ, որքանով է դա կարևոր եւ որքանով է հայրենասիրությունը կամ ազգային պատկանելությունը կապակցված հայ առաքելական եկեղեցու հետ։ Ես ուզում եմ այսօրվա դասախոսության ընթացքում մի քանի կարևոր հարցեր դնել եւ դա քննարկել նաեւ պատմական կոնտեքստում։ Առաջինը, ինչ է նշանակում ազգային եկեղեցի եւ արդյոք հայ առաքելական եկեղեցին ազգային է։ Եվ երկրորդ հարցը դա հայրենասիրության հարցն է։ Իմ կարծիքով, եթե մենք հայրենասիրության հիմքում դնում ենք եկեղեցին, մենք հայրենիքը տարածքից տարանջատում ենք, որը բերում է մի շարք կարևոր հետևանքների։ Որպեսզի իմ ասածը հասկանալ լինի, ես բերեմ մի օրինակ, որը կրոնից դուրս է, բայց շատ փոխկապակցված է այս երևույթի հետ։ Ուրեմն խորհրդային ժամանակաշրջանում հայրենիքը նույնպես տարածք չուներ մինչև 41 թվականը։ Եվ խորհրդային միության 1924 թվականի սահմանադրությունում sense մի կետ կար, որ բոլոր այն երկրները, որտեղ պրոլետարները դուրս գան եւ պայքարեն իրենց իրավունքների համար եւ ստեղծեն սովետական երկիր, ասենք Պարագվայում, Կուբայում կամ ասենք Գերմանիայում, նրանք դառնում են խորհրդային միության մաս։ Եվ դրա համար խորհրդային միությանը շատ շնամաբար են վերաբերվում մյուս երկրները, որտեղ դա էքսպանսիոնիստական գաղափարախոսություն ուներ իր հիմքում։ Սակայն երբ որ սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը եւ Գերմանիան հարձակվեց սովետական միության վրա, բանակը չէր կռվում։ Եվ Ստալինը իր մոտիկներից մեկին ասել է եւ դա գրված է, ասենք որոշակի փաստաթղթերում, որ այս ժողովուրդը չի ցանկանում կոմունիստական գաղափարախոսության եւ պրոլետարների ազատության համար պայքարել։ Եվ 41 թվականից փոխվեց գաղափարախոսությունը եւ պատերազմը կոչվեց հայրենական, բոլոր զինվորական մասերում հանվեց պրոլետարներ բոլոր երկրների միացեք կարգախոսը եւ դրվեց հայրենիքի խնդիրը, այսինքն դուք գնացեք պատերազմեք ձեր հայրենիքի համար, ձեր հողի, ջրի եւ այլն եւ այդ պլակատները, չէ, մայր հայրենիքը կանչում է եւ այլն։ Միանգամից այդ բանակը սկսեց պատերազմել, այսինքն երբ որ ընդհանուր մի գաղափար, մի կողմ դրվեց եւ դրվեց կոնկրետ հայրենասիրության գաղափարը։ Եվ սովետական միության բոլոր ժողովուրդների համար սկսվեց արդեն պատմական դասագրքեր պատվիրվել, պատմական գրքեր, գեղարվեստական ֆիլմեր նկարահանվեց եւ մարդիկ սկսեցին հայրենիքը եւ տարածքը նույնականացնել։ Դա վերաբերում է նաեւ կրոնական հարցերին։ Եթե դուք հայրենասիրության հիմքում դնում եք եկեղեցին, ապա այդ եկեղեցին տարածքից անջատված է։ Օրինակի համար ինչի գնաս եկեղեցու համար պատերազմես, երբ որ կարաս նույն գնաս Մոսկվա, այնտեղ կարմիր տուֆից մեծ հայրենիք է սարքված, շաբաթ օրը մոմը կվառես կամ կգնաս Լոս Անջելես եւ այլն։ Այսինքն հայրենասիրության հիմքում ցանկացած վերացական ոչ տարածքային գաղափարախոսությունը ինքը բերում է նույն ձևի արտագաղթի եւ այլն, հա, եւ Տիգրան Սարգսյանի ասած հայկական աշխարհի, ամբողջ աշխարհը, որտեղ կա եկեղեցի, դա հայկական աշխարհ է։ Որն է ազգային եկեղեցին։ Իմ կարծիքով ազգային եկեղեցին այն եկեղեցին է, որի ղեկավարը
թակը դնում է թագավորի գլխին, այսինքն ձևավորում է իշխանություն, որովհետև մենք գիտենք, որ ըստ հին պատկերացումների միջև ֆրանսիական հեղափոխությունը իշխանությունը Աստծո կողմից է եւ եկեղեցու խնդիրը թակը դնել թագավորի գլխին եւ ասել իշխանությունը Աստծոց է, ենթարկվեք, չէ, ձևավորում է ազգային իշխանություն։ Արդյոք դա այդպես է եղել հայկական պատմության ընթացքում։ Մենք տեսնում ենք, որ ճիշտ հակառակը հայկական եկեղեցին թակը միշտ դրել է, ասենք, պարսկական շահի գլխին եւ ժողովրդին ասել է ենթարկվի, թակը դրել է իսլամի գլխին եւ ամենտեղ նա եղել է պետական եկեղեցի, պետության կողմից ճանաչված, արտոնություններ ունեցող եւ ճանաչող այդ իշխանությունը նախ հայկական պատմության ընթացքում տարածքը եւ հայրենիքը տարանջատվել է եւ երկրորդը եկեղեցին ազգային եկեղեցու գործառույթը չի կատարել։ Ինքը եղել է ոչ թե ազգային իշխանություն ձևավորող, այլ ձևավորող ազգային համայնք, կրոնական համայնք։ Հիմա ես կփորձեմ տալ այս երևույթների պատմական պատճառները, ինչի այդպես եղավ։ Ուրեմն կենտրոնական հարցերից մեկն էր քրիստոնեության տարածումը Հայաստանում եւ այն ժամանակաշրջանում այնպես էր ստացվել, որ Հայաստանը գտնվել է երկու համաշխարհային տերությունների արանքում։ Բյուզանդական, որը պատմական աղբյուրներում կոչվում էր հոռոմներ, հայկական, Բյուզանդիայում 18-րդ դարում այդ պետությանը տվեցին մի իտալացի պատմաբանի կողմից։ Միջև դա արևելյան հռոմեական կայսրությունն էր, իսկ հայերը ասում են հոռոմներ եւ Պարսկաստանի։ Ուրեմն նախ մենք փորձենք հասկանալ ինչ է նշանակում կայսրություն։ Կայսրությունը դա որոշակի համաշխարհային կարգ է, հիմնված որոշակի գաղափարախոսության, այն ժամանակ հիմնականում կրոնական գաղափարախոսության վրա։ Եվ նույն Բյուզանդիայում մի այսպիսի բանաձև կար, վերևում մեկ աստված է, ներքևում մեկ կայսր։ Եվ այդ կայսրը բոլոր քրիստոնյաների կայսրն է, կարևոր չի նրանք որտեղ են բնակվում, Պարսկաստանում, Հնդկաստանում, թե հենց իր տարածքում։ Եվ այստեղ մյուս կայսրությանը համաշխարհային Պարսկաստանի խնդիր առաջացավ իրենց համար, որտեղ իրենց մոտ որոշ ժամանակաշրջանը մինչև 20-ից 30% քրիստոնյաներ են, եւ այդ քրիստոնյաները 5-րդ շարասյունն են, այսինքն քո քաղաքացիները կամ հպատակները ճանաչում են հարևան երկրի կայսրին որպես իրենց կայսր։ Եվ այստեղ առաջացավ մի խնդիր, որը պետք է Պարսկաստանը լուծեր, այսինքն կամ վերացնել իր տարածքում ապրող քրիստոնյաներին, կամ ինչ-որ մի բանաձև գտներ։ 4-րդ դարի վերջում, երբ Բյուզանդիան, մենք անվանենք Բյուզանդիա այսօրվա մեր տերմիններով, հարձակվեց Պարսկաստանի վրա, Մծբին քաղաքի համար պայքարեր, որտեղ հիմնականում ասորիներ են ապրում, եւ անսպասելի ձևով ասորիները դիմադրեցին Բյուզանդիային, լինելով քրիստոնյա։ Եվ Պարսկաստանի համար այստեղ նորություն եղավ, որ քրիստոնյան միշտ չի 5-րդ շարասյուն, եւ քրիստոնյաներին պետք է տարանջատել։ Եվ դրան շատ օգնեց Բյուզանդիայում տեղի ունեցող քրիստոնեաբանական վեճերը։ Կոստանտին կայսրը, ըստ որոշ աղբյուրների, մինչև իր կյանքի վերջ այդպես էլ քրիստոնյա չդառավ, ըստ որոշ աղբյուրների մահվանից առաջ, ասենք, ընդունեց հաղորդություն եւ ընդունեց քրիստոնեություն։ Ինքը հավաքում էր տիեզերական ժողովներ ամբողջ քրիստոնյաները, որտեղ ինքը բոլոր քրիստոնյաների կայսրն էր, չնայած քրիստոնյա չէր, եւ պետք է որոշեր ինչն է ճիշտ, ինչը ճիշտ չի, ինչի համար, որտեղ Կոստանդին կայսրը ասում էր, ձեր աստվածաբանական վեճերը քանդում էին կայսրությունը, եւ առաջացավ այդ մի ընդհանուր գաղափարախոսության գալը։ Եվ առաջի տիեզերական ժողովի ժամանակ սխալ հանվեցին այրականների Արիոս եպիսկոպոսի հետևորդները, հետագա մյուս տիեզերական ժողովների ժամանակ արդեն նեստորականները, մոնոֆիզիտները եւ այլն, այսինքն նրանք համարվեցին սխալ քրիստոնյաներ։ Եվ դա ճանապարհ բացեց Պարսկաստանի իշխանության համար, որպեսզի հավաքի այդ սխալ հանված քրիստոնյաներին, որոնք քանի որ սխալ են, արդեն Բյուզանդիայի կայսրը իրենց կայսրը չի, չէ, նա ճիշտ քրիստոնյաների կայսրն է, եւ Պարսկաստանը սկզբնական շրջանում այդ քրիստոնյաներին հալածելու քաղաքականությունը փոխեց եւ սկսեց
նույնիսկ պաշտպանել եւ նաեւ ձևավորել հակաբյուզանդական քրիստոնեական ուղղություններ եւ հովանավորել։ Հայաստանը կիսվելով Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջև հայտնվեց այդ կողմնաբանական վեճերի մեջ, որ ուներ կայսրական երկու կայսրությունների պայքարի բնույթ։ Սկզբում Պարսկաստանը ուզում էր հայերի մեջ տարածել նեստորականություն, հայերը դիմադրեցին, սակայն ճնշման հետևանքով հաջորդ փուլում հայերը չգնացին Խաղկեդոնի ժողովին եւ հիշում եք դավարայրի ճակատամարտից հետո էր ընթացքում էր։ Եվ հայերը երկարատև պայքարից հետո ստացան լեգիտիմություն Պարսկաստանի իշխանության կողմից, ինչպես ասորիները, նեստորականները եւ այլն, այն պայմանով, որպեսզի նրանք տարանջատվեն Բյուզանդիայից, այսինքն չլինեն 5-րդ շարասյուն։ 630-ական թվականներին, երբ որ արաբները հարձակվեցին Պարսկաստանի վրա եւ գրավեցին, այսինքն այն քաղաքական ուժը, որը հովանավորում էր նեստորականներին, մոնոֆիզիտներին եւ այլն, վերացավ։ Եվ շատ հետաքրքիր ձևով 633 թվականին հայերը ընդունեցին Խաղկեդոնի ժողովը, դա եզր կաթողիկոսներ։ Եվ այդ միակամության, հավատո միակամության այդ ստորագրվեց այդ փաստաթուղթը եւ Հերակլ կայսրը, որը ազգությամբ հայ էր, եզր կաթողիկոսի հետ ստորագրեցին այդ փաստաթուղթը եւ հայերը վերադարձան, ասենք, քրիստոնեական ընդհանուր եկեղեցի։ Շատ պատահական չէր այդ կապը Պարսկաստանի անկումից հետո եւ այդ որոշումը։ Արաբները սկզբնական շրջանում իրենք հալածում են բոլոր քրիստոնյաներին որպես իրենց հավատքի թշնամիներ։ Սակայն երբ որ Բյուզանդիայի հետ եկավ որոշակի հավասարակշռություն, նրանք արդեն ստիպված են շարունակել Պարսկաստանի քաղաքականությունը եւ երբ որ արաբները ուժեղացան 719 թվականին մյուս կաթողիկոսը Հովանես Օձնեցին արաբների ճնշմամբ ասորիների հետ, ասորի եկեղեցի հետ մի ժողով հրավիրեցին Մանասկերտում եւ որտեղ այդ միասնությունը Բյուզանդիայի հետ շրջվեց։ Հայերը ընդունեցին Խաղկեդոնի ժողովը եւ Պարսիկ ամիրայի պահանջով այդ ժողովից հետո հայերի այդ հատվածը նորից դառավ ոչ խաղկեդոնական։ Այսինքն մենք տեսնում ենք, որ կրոնական դավանաբանական վեճերը ունեին քաղաքական ենթատեքստ։ Եվ Հովանես Օձնեցին սկսեց փակել բոլոր դպրոցները հունական, բոլոր հույներին արտաքսեց Հայաստանից, Հայաստանի այդ հատվածից, որովհետև Հայաստանը մեծ էր, մյուս մասը Բյուզանդիայի տարածքում էր խաղկեդոնական հայերի։ Արգելեց հունական դպրոցները, դա նույն բանն է, որ հիմա Հայաստանում արգելեն միաժամանակ անգլերեն եւ ռուսերեն լեզուները, հա, դուք աշխարհից կտրվում եք։ Եվ երթվեց լինել հավատարիմ եւ լավ ծառա արաբներին եւ խաղկեդոնական հայ պատվիչներից մեկը ասում է Հովանես Օձնեցին գնաց արաբների մոտ եւ երթվեց լինել ստրուկ, այսինքն ինքը տվեց աշխարհիկ իշխանությունը եւ դա պարտադրված էր։ Դրա հետևանքով Հայաստանում հայրենասիրության հիմքը դրվեց եկեղեցին եւ հայրենիքը եւ տարածքը տարանջատվեց։ Եթե դուք ճանաչում եք ուրիշի աշխարհիկ իշխանությունը, որը կառավարելու է ձեր տարածքը, ապա ձեզ ինչ է մնում, հոգևոր իշխանություն, չէ՞, ուրիշ տարբերակ չկա։ Այստեղ շատ կարևոր է իսլամի աշխարհայացքը ազգերի մասին, որը մինչև հիմա հայերի վրա ազդում է։ Ըստ իսլամի ազգ գոյություն չունի, էթնոս, գոյություն ունի կրոնական համայնքներ։ Իսլամը ճանաչում է կրոնական համայնքներ, միլլետներ կամ ումաներ, այսինքն կան մահմեդականներ, կան հայ քրիստոնյա, ծանոթ տերմին է, հույն քրիստոնյա, ասորի քրիստոնյա եւ այլն։ Եվ այդ քրիստոնեությունները իրանք միլլետները ստանում են ինքնավարություններ որոշակի, կրթական ոլորտում, դատական ոլորտում, հարկահավաքության ոլորտում եւ ճանաչվում են պետության կողմից, դառնում են պետական կրոն։ Եվ այն տերմինը հենց այդ ժամանակ առաջացավ ամենայն հայոց կաթողիկոս։ Շատերին թվում է, որ ամենայն հայոց կաթողիկոսը նշանակում է բոլոր հայերի կաթողիկոս։ Ոչ, դա բոլոր հայ-առաքելական հայերի կաթողիկոսներ, իսկ մնացածը հայ չեն, որտեղ այդ բիլետում չեն գտնվում։
Եվ այդ Հովանես Օձնեցին վերադարձավ Հայաստան արաբական զորքով եւ սկսվեց ցեղասպանություն Պավլիկյանների, մյուսների զորքով գնացին դեպի Արցախ, որտեղ դեպի ուղղափառության ուղղությունն էին գնում եւ սկսեց կոտորել արաբական զորքով, որտեղ այդ հայերը, եթե քաղկեդոնականներ են կամ իրենք արդեն թշնամի պետության արաբների Բյուզանդիայի հպատակներն էին, չէ, որտեղ մի կայսր, մի ճիշտ քրիստոնեություն։ Եվ ձևավորվեց այդ հայկական մոդելը ազգի, ազգ կրոն, հա, որը նաև բնորոշ էր նաև մյուս արևելյան քրիստոնյաներին, ասորիներին, ղպտիներին եւ այլն եւ այլն։ Այսինքն դու հրաժարվում ես հայրենիքից, ստանում ես հոգևոր հայրենիք իդեմս եկեղեցու։ Սակայն դա ոչ բոլոր հայերն էին, կային քաղկեդոնական հայեր եւ շատ դեպքերում այդ իրանց թիվը ավելի շատ է, որոնք գտնվում են Բյուզանդիայի կայսրությունում։ Իմիջայլոց 200 տարի, 200 տարուց ավելի Բյուզանդիայի հիմնական թշնամին արաբներն էին, այն ժամանակ ամենաառաջավոր ժողովուրդներից մեկն էին եւ արաբական պատմագիրները Բյուզանդիան կոչում էին հայկական տերություն։ Ինչի՞, որովհետեւ Հուստինիանոս կայսրից հետո երբ որ իր դեմ ապստամբություն եղավ, իր իշխանությունը պահեցին հայկական զորամիավորումները եւ Կոստանդնուպոլսում հայկական զորքերը մոտ 30,000 ապստամբներ կոտորեցին քաղաքի մեջ եւ ամբողջ Կոստանդնուպոլսը արյան մեջ հեղեղված էր եւ մինչեւ 11-րդ դար ամբողջ իշխանությունը, որը հիմնված էր զորքի վրա, դա ըստ էության համարյա բոլորը հայեր էին կամ ունեին հայկական ծագում։ Ըստ էության Բյուզանդիան դա հայ-հունական կամ հայ-հելենական պետություն էր, որը մեր պատմական դասագրքերից ջնջված է, որտեղ մեզ մոտ հայը հայ առաքելականն է։ 7-րդից մինչև 11-րդ դար հայ քաղկեդոնականները հատկապես 9-ից 11-րդ դար սկսեցին կրոնափոխ լինել կամ ազգափոխ լինել եւ Վրաստանի հիմնական քաղաքական եւ մշակութային էլիտան ըստ էության դա քաղկեդոնական հայերն էին կամ ծայտերն էին, ծայտ էին կոչվում այդ մարդիկ եւ պատահական չի, որ այն հայ իշխանները, որոնք ուզում էին աշխարհիկ իշխանություն, ստիպված պետք է կրոնափոխ լինեին։ Մի մասը դառան հույներ, մի մասը իսլամ ընդունեցին, պահպանելով իրենց իշխանությունը, մի մասը դարձավ վրացի եւ Իբերիան հիմնականում հայերով էր բնակեցված։ Այդ կրոնական թշնամությունը ներհայկական բերեց նրան, որ այն մյուս հայերը սկսեցին արդեն հրաժարվել իրենց հայությունից։ Նրանք միմյանց նույնիսկ հայ չէին համարում։ Եվ այդ ազգ կրոնի միասնության գաղափարը հայերի մոտ ամրապնդվեց եւ դա ուներ նվաճողների պահանջը, պարտադրանքը։ Ուրեմն այն տարածքներում, որտեղ առաջանում են հայկական պետականություն, Կիլիկիայում կամ Անի Բագրատունիները, հաջորդ փուլում առաջանում էր կրոնական խնդիր։ Կիլիկիայում արդեն անցում են կատարում կաթոլիկություն, Բագրատունիները մի մաս արդեն վրացի են դառնում, որտեղ նրանք մցխեթի կաթողիկոսության են ենթարկում, որը ազգային պետություն էր, աշխարհիկ տարածք ճանաչող, եւ քանի որ եկեղեցու լեզուն էլ վրացերեն էր, նրանք սկսում են դառնալ վրացիներ։ Այստեղ շատ կարևոր խնդիր է կաթոլիկության եւ ուղղափառ քրիստոնեության տարբերությունները պետականության հարցերի շուրջ։ Ուրեմն Բյուզանդիայում գնում էր մի բանավեճ պապակեսարություն, թե կեսարապապականություն, այսինքն որն է առաջնային աշխարհիկ իշխանությունը, թե հոգևոր իշխանությունը։ Ուրեմն շատ հետաքրքիր մոդելներ առաջացան։ Բյուզանդական մոդելում այսպես է դրված խնդիրը, որ կայսրն է առաջնայինը, որը նաև Աստծո ընտրյալն է եւ հոգևոր իշխանությունը ենթարկվում է կայսրին։ Բյուզանդիայի անկումից հետո արդեն բոլոր ուղղափառ երկրներում առաջացան դա ուժեղ այդ պետությունները, որտեղ կայսրին ենթարկվում էր հոգևոր իշխանությունը։ Եվ նույնիսկ Պետրոս առաջինը Ռուսաստանում պատրիարքությունը փակեց եւ սինոդ դրեց, որ եկեղեցին ավելի լավ ենթարկվի։ Շատ հետաքրքիր մոդել էր կաթոլիկ աշխարհում, որտեղ պապա կայսրություն էր, այսինքն կար մեկ
պապ, չէ, Վատիկանում նստած, որը բոլորին թագ է բաժանում։ Եվ այդ մոդելը, որ հիմա Եվրոպական միության մոդելն է, մի հոգևոր կենտրոն եւ բազմաթիվ թագավորներ եւ բյուզանդիան մի թագավոր, մի հոգևոր կենտրոն, սակայն քանի որ դա քանդվեց, պետությունները շատացան, այդ ուժեղ ուղղափառ պետություններ առաջացան եւ առաջացան արևելյան եկեղեցիներ, հին արևելյան եկեղեցիներ, հայեր, ասորիներ, ղպտիներ եւ այլն, որոնք տվեցին իրենց աշխարհիկ իշխանությունը ոչ քրիստոնյա ղեկավարներին, պահպանելով հոգևոր իշխանությունը, այսինքն միլետներ սկսեցին ձևավորել։ Եվ այդ երևույթը այդքան էլ հեշտ չէր գնում։ Մինչև 15-16-րդ դար լինում են պայքար, որտեղ Աղթամարում, Սսում եւ այլն այդ Գանձասարում այդ կաթողիկոսները աշխարհիկ իշխանության հետ այլ մոդելներ են փորձում ձևավորել։ 15-րդ դարում, երբ կաթողիկոսությունը Սսից տեղափոխվեց Էջմիածին, դա նաև միաժամանակ քաղաքական եւ աշխարհահայացքային ակտեր իրենց ներկայացնում, որովհետեւ միջև այդ կային որոշ տեսություններ, որոնց առաջինը Ստեփանոս Օրբելյանների տոհմից, որը այսպիսի մի թեզ էր առաջ քաշել, որ քանի որ հայկական իշխանություն, թագավորություն հնարավոր չի ստեղծել, ապա մենք պետք է ենթարկվենք քրիստոնեասեր, ոչ թե քրիստոնյա, քրիստոնեասեր թագավորին, որը մեզ կսիրի, որից հետո այդ թեզը սկսեցին զարգացնել նաև մյուս աստվածաբանները, նաև Գրիգոր Տաթևացին, որի իմաստը հետևյալն էր. մենք պետք է ենթարկվենք օտար նվաճողին, լինենք հեզ եւ հնազանդ, պահենք մեր ազգը, այսինքն գոյատևության գաղափարներ եւ մյուս կյանքում Աստված տեսնելով մեր տառապանքները մեզ կպարգևատրի եւ մենք պետք է լինենք, նորից եմ կրկնում, հնազանդ։ Եվ կաթողիկոսությունը Էջմիածին տեղափոխելուց այլ եկավ այդ ասկրոն արդեն ավելի խիստ ձևակերպումը, այդ միասնության եւ հնազանդ լինելու գաղափարը։ Եվ ձևավորվեց հայ քրիստոնյայի կերպարը եւ իմիջիայլոց Էջմիածին տեղափոխելը դա նաեւ ուներ աշխարհիկ հովանավոր, դա Յաղուբ բեկն էր, թուրքմեն, եւ նա բոլոր այդ պայմանները ստեղծեց, նաեւ այդ ժողովը ապահովեց Էջմիածին տեղափոխելու, որտեղ բնականաբար նրան պետք էր, որ քրիստոնյաների կենտրոնը լինի իր տարածքում, չէ, բնականաբար, եւ լինեն լավ հպատակներ։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո աշխարհը սկսեց փոխվել, որտեղ փոխվեց եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը կամ փոխվեց եկեղեցու դերը հասարակության կյանքում, որտեղ միջև ֆրանսիական հեղափոխությունը կային հպատակներ, որոնք հպատակվում են թագավորին, որը Աստծո ներկայացուցիչն է եւ դա փաստում է եկեղեցին, այսինքն իշխանությունը ձևավորվում է եկեղեցու կողմից, նոր գաղափար մտավ քաղաքացիության եւ քաղաքացիներն են արդեն ձևավորում իշխանությունը ընտրությունների միջոցով, այսինքն եթե դուք հանում եք եկեղեցու դերը, առաջանում է մաքուր ազգայնականության շարժումը եւ ֆրանսիական հեղափոխության հետևանքով 19-րդ դարում արդեն ամբողջ արևելքում եկան ազգայնական գաղափարներ արաբների մոտ, սիրիացիների մոտ, այդ թվում նաեւ հայերի մոտ եւ առաջացավ կոնֆլիկտ ազգայնականների եւ եկեղեցու միջև եւ պատահական չի որ ամբողջ 19-րդ դարի գրականությունը եւ քաղաքական շարժումները դա հակաեկեղեցական էին եւ ազգային պետություն ստեղծելու համար էր կասկածի տակ դրվեց կրոնով ազգի որոշման հարցը, եթե կարդաք Ռաֆի, Թումանյան, Նալբանդյան, Վահան Տերյան եւ այլն, բոլորը պայքարում էին եկեղեցու դեմ ազգային պետություն ձևավորելու համար։ Իմ կարծիքով եկեղեցին պետությունից անջատվեց հենց սովետական ժամանակաշրջանում, հատկապես 41 թվականից հետո, եւ հայերի մոտ հայրենիքը եւ տարածքը սկսեցին նույնականացվել, որովհետեւ եկեղեցին հալածվել էր, եկեղեցին հանրային կյանքից դուրս էր մղվել եւ հայերի մոտ առաջացավ այդ տարածքային հայրենասիրությունը։ Եվ իմ կարծիքով Ղարաբաղում
որ հայերը գնացին պատերազմեցին, արյուն թափեցին տարածքի համար, դա այդ սովետական ժառանգության արդյունքն էր, որտեղ սովետական ժառանգությունում կային ոչ միայն բացական, այլ նաև դրական պահեր։ Ղարաբաղի պատերազմը, որպես տարածքի համար պատերազմ, հայերի գիտակցության մեջ այդպես էլ չմտավ։ Եվ հիմա մտնում է հակառակ գաղափարը, եկեղեցական հայրենասիրություն, որը տարածքից դուրս է, որը իմ կարծիքով լուրջ վտանգ է ներկայացնում, եւ ես ուզում եմ իմ խոսքը ավարտեմ այնտեղից, որտեղից սկսեցի, այսինքն ցույց տալ այն վտանգը, որը մեզ սպասում է, եւ թե մենք հայրենասիրության հիմքում դնում ենք կրոնական եկեղեցական գաղափար, մենք կորցնելու ենք տարածք, որտեղ մարդիկ գնալու են Մոսկվայի հայրենիք եկեղեցու շուրջը, Կալիֆոռնիայի հայրենիք եկեղեցու շուրջը, եւ մենք կկորցնենք մեր պետականությունը։ Իմ կարծիքով այստեղ միանշանակ չի հետևանքը, որ մենք պետք է հրաժարվենք եկեղեցուց, մենք պետք է փոխենք եկեղեցին, եկեղեցին մենք սարքենք ոչ թե էթնիկ կամ ցեղային, այլ պետական եկեղեցի, որը հայրենիքը տարածքով է դիտում եւ ոչ թե բեր տարածքային։ Եվ այն շարժումը, որը կա եկեղեցու ներսում մի շարք հոգեվորականների կողմից բարեփոխել եկեղեցին, պետք է իր կենտրոնում ունենա այս գաղափարը, ոչ թե ով հայ առաքելական չի, հայ չի, այլ հայրենիքը այս տարածքն է, որի համար մենք պետք է պայքարենք եւ յուրաքանչյուր մարդ, լինի հայ թե ոչ հայ, լինի հայ առաքելական, կաթոլիկ կամ աթեիստ կամ չգիտեմ ես ինչ, եթե նա կռվում է այս տարածքի համար, նա նույնպես հայրենասեր է եւ ոչ ոք իրավունք չունի կրոնական դիսկուրս մտցնել հայրենասիրական գաղափարի մեջ։